Ինչ կա, երեխեք ջան, այնքան ժամանակ են զրահապատ մեքենայով պտտվելու, մինչև են 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի և քաղաքապետ, փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պտտվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ՔՊ-ն ձեզ թիրախավորում է։ Այո, բայց դուք լինեք չեք վախեն, որ ասենք պատկերացրեք, արջ բռնելու, ինչի՞ց եք վախենում։ Վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ, դրա համար, այսինքն հանցագործները դուրս մեն։ Հասկանալի է։ ՔՊ-ի համար հարմար թեկնածու է։ Որ ինչ։ Որովհետև ձեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջին դրանց խոսելու եւ բանալի սցենարի կրկնվելու է Գյումրին։ Ուրեմն ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բարի։ Թեկոնստացն են ինչ է պատահել, թեկոնստն ինչ անենք։ 18 թվին չգիտեիք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ 18 թվական։ Որ գորում եք ճվա։ Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ՔՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագործակցված այդպես աշխատում են։ Եթե գիտենայի, ուրիշ ձևի կանեի, բայց չէի ուզում, որ նախկինը մնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդքան եք խառնվում, որ այնպես ցես ցավ է։ Ուրեմն ցես այնքան, հələ սպասի։ Ուրեմն դե հիմա ասեմ, 2007 թվականին էր դա, երբ որ ասում էի, ուրեմն հիվանդանոցից եկած իմ տեսքս տեսնում եք եւ ես ինձ ասում էին, թե գիտեք ինչ կա, հանրապետական կուսակցության, ուրեմն թշնամիներն են ձեզ խփել, բայց ակասվեց ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը եւ դրա համար մենք լավ մինչեւ հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ։ Հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին չեմ մասնակցել, ոչ ուրեմն անդամավճար եմ մուծել, ոչ էլ ես ինձ կուսակցական եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում, դու որ կառույցն ես, որ այդպես հանրապետական ես։ Չէ, զգում եմ, որ դու հանրապետական ես, միանշանսեր։ Հələ մի րոպե երեխա, հələ մի րոպե սպասեք, մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք պատրաստ։ Միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես է։ Ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ, ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան, եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկում ունեցել եք արդեն այդ թեմայով։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորդ կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը, ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի է ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ, եթե մի քանիսի ձայները հավաքվում են, ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա, այդ ժամանակ գյումրեցի կսե էպած հավի խնդալը կուկա։
Ասում են դուք բացերի տեխնացու եք, պարոն Ղուկասյան։ Ես քեզ չեմ պատասխանի։ Ասում են, որ մնացած վարկերը։ Մի րոպե սպասեք, տղա ջան, հետո մի քիչ տարական քաղաքավարություն ունեցեք, ու հետո բանկա, այսքան մարդը թողել եք, մենակ դու ղժում եք։ Սպասի մի հատ, հա? 3 անգամ ասեցի։ 3 անգամ ասեցի, թող մնացածն էլ ասեն։ Միակ սցենարը այն է, որ եթե ընդդիմադիր տեխնացուներից որևէ մեկը ձեզանից շատ է ձայն հավաքում, այդ ժամանակ նոր դուք ձեր ձայները դուք չեք միանալու։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ։ Եթե ինձ հանգարցակի բանդարգենել, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ թեկուզ եթե բանդարգված լինեմ այնտեղից եմ աշխատելու հասկանալի է այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերից հանեք Հայաստանի Արցախը հանձնողների հետ եթե ինձպես տղեն միանում է ուրեմն իմ արունը սուդ է Սարիկ Մինասյանը ասում է ինքը բացարձակ առաջատար է ով է ասում Սարիկ Մինասյանը Դե կաբրենք կտեսենք, մի քիչ համբերենք կտեսնենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք։ Դուք ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի, ոնց ունի, դուք ամեն ինչ գիտեք։ Դե հիմա կաբրենք մի քիչ կտեսնենք։ Դուք որ ասում եք, եթե ձերը շատ լինի, բայց իրենք միանան եւ քիչ լինի, դուք այդ դեպքում չեք միանա։ Բայց հանուն նրա որ ԿՊ-ն չգա իշխանության, հանուն նրա Գյումրու զարգացման Բայց ինչին այդպես անում, որ ասենք, եթե հանգարց մեկը 3-ից այները մեկի ձայների չափ չի լինի։ Ոնց կարող է, այդտեղ քննարկման առարգա կլինի, մենք տեղում կխոսենք, հիմա ես չեմ կարող այսպես պատասխանել։ Լինի 3-ից ձայները, մեկի ձայները։ Քաղաքապետ օրինակ Մարտուն Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը։ Ես միանշանակ, եթե իրենք հանգարցագենձանից շատ ձայներ հավաքեն, ես ընդհանրապես ոչ մի տեղակալ, ոչ մի բան մենք չենք պահանջելու։ Մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք։ Մեր ավականիներն իրենց պաշտպանելու են։ Ես այդպես եմ առաջնորդելու։ Դուք մանդատը չեք վերցնի, Ես բացատրեցի։ Այո։ Իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երգելը, թե ոնց է կլարներ։ Ինչի այսօրվա նա բանը վարչապետի կինը բանին ասում էր, Ալիևի կնոջն ասում էր, արի կլկլան մուղամ լսենք, բան անենք։ Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, ես պատրաստ եմ, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է։ Անոր արմամբ, դա շնորհք է, իսկ ովքեր էլ որպես ապրում են, ես ինչ ասեմ դրանց։ Իսկ դե Շուշի ոնց եք Ձայնագրության հետ կապված։ Դա ապտակել չէ, դա մեծ ու պզդիկի հարաբերություն է, սիրուն այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվակեք։ Ու երգում եք առանց չեմ կարող։ Ֆալշ մի նվակեք, հա, այդ առանց յարիով կարող է ապրի, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես։ Այսքան տարի որ ապրում եք։ Մի րոպե սպասի ապեր ջան, լսեմ, հա։ Դատախազությունը ուսումնասիրում է ձեր հրապարակված ձայնագրությունը, որտեղ դուք Ուրեմն դատախազությունը թող ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսելը։ Հիմա մենք ինչ ասենք, հիմա նա որ թուրքերեն է խոսում, դա չեն ուսումնասիրում, այսինքն ոնց են ասում։ Այդ ինչ են ասում։ Արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում։ Դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասեմ։ Ով հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա։ Սատիկ, հասկացա՞ր։ Իշխանության գալու դեպքում, հա, քաղաքապետ լինելու դեպքում բացառում եք, որ էլի կրակոցներ չեն լինելու Գյումրիում։ Ուրեմն եթե դուք չսարկեք, հայ դուք լրագրողները Ուրեմն եթե դուք հանգարց լույսը խավար սարքեք, խավարը լույս սարքեք, անպայման կլինի։ Դրա համար Նապոլեոնը սուդ եք խոսում։ Այդպիսի բան բացարձակ, սանձարձակ սուդ է, ասեմ ձեզ։ Ես պոլիգոններում, ես կյանքում ընդհանրապես իմ հետ կապված ոչ մեկը չկա, որ ասի, ինձ հետ կապված։ Կարող է ասեք, Ղուկասյան Վարդանի շունը բռնաբարել է հարևանի շանը։ Այդ ժամանակ ես կընդունեմ մեղքը։ Պարոն Ղուկասյան, մի բան հարցնեմ։ Ինչ տղա ջան։ Ձեր եղբոր թորի մասին են խոսում։ Եղբորս թորի մասին է։ Բացարձակ խայտարակություն, անչափահաս երեխաների մասին է խոսքը։ Նմանատիպ դեպք չի եղել, այդ ամեն ինչը ընդունված է, ներկայացված է հերթական Ղուկասյան ազգանունի հետ կապված թիրախավորում են ամբողջ ընտանիքին եւ այդ ազգանունը ունեցողներից։ Միանշանակ խապեպահություն։ Խապեպահություն։ Երեխեք դուք հասկանում եք, թողեք խոսեմ ես։ Ուրեմն պարզ ասում եմ, պարզ ասում եմ։ Նախ
հայրը տղայի տեղը չի պատասխան տալիս, տղան է հոր տեղը չի պատասխան տալիս։ Հետո այդ մեկ երկրորդ հերթին էլ ես ազգությամբ 170 միայն տղամարդ կա մեր ազգի մեջ։ Անչափահաս երեխաների խնդիրը, որ այդպես դուք ուզում եք բարձրաձայնել խոսել, միանշանակ սուտ է, լկտի սուտ է, վերջում էլ կզգաք, որ իրոք այդպես է, ինչ որ մշտական ներկայացնում եք ու 99%-ը սուտ է դուրս գալիս։ Հիմա հերթական սուտ է այս ընտրությունների րոպեին, ուզում եք ռեյտինգից հետ կապված խնդիր առաջադրել, բայց կտեսնեք, որ ժողովուրդը մի քիչ հետո բոլորիդ, այս բոլորիդ պետք է ասեմ ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել իմ հետևից, այդքան բան։ Այ, ուրեմն, մինչև ժամը 12-ը 1-ը դուք պետք է ամոթով գնաք Գյումրի։ Ինչի՞։ Ասա։ Դատարան պատվի ազնապատվության վերականգնման հայցով։ Ես չեմ դիմելու, բայց համապատասխան մարդիկ կդիմեն դատարան։ Միանշանակ։ Կադրում ձեր ազգական Երեխեք, դուք կարող եք լուրջ հարցեր տալ, անձնական բաները թողնել։ Պարոն Կասյան։ Գորյանի միջև լարվածությունը էլի լկտի սուտ է։ Ինչ լարվածություն։ Ուրեմն սարքել է Երևանը, սարքել են մարդիկ, որ ասում է բաժանիր, որ տիրես քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները։ Դիդավորյալ, տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք, Մարդուն Գրիգորյանի հոր եղբայրները, Համլետը, մյուսը ին լավ ընկերներն են, լավ եղբայրներն են։ Հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում և մինչև այսօր ինչ որ երկրում լինում է, սարկում են բաժանիր, որ տիրես։ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան, Թուրքիան է և Ադրբեջանն է։ Լավ իմացեք, ես հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ, որովհետև Աստվածաշունչը ասում է. ներիր քո եղբորը, քո ընկերոջը 7 անգամ 77 և չգիտեմ ինչքան։ Ես այդպես այ ձեզ եմ ներում ձեր սդերի համար։ Պատրաստ եք։ Նայեք, այս երկուսն են։ Իսկ Աստված ձեզ Բանոնեք, ասա։ ասեց, որ լավ չեք հասկացել իրեն։ Ոչինչ, ինքը ջահել տղա է, կմեծանա կհասկանա։ Ինքը ջահել է, կմեծանա, բան կանի։ Դե ուրեմն ինչ է եղել, Մարդուն Գրիգորյանին ես հանգանում եմ իրենց ընտանիքին աշխարհի տակի լավ բաները, լավ լինեն, առողջ լինեն, մտածեն վերին Երուսաղեմի մասին, մնացածը սաղ սուտ է։ Պատրաստ եք մի սեղանի շուրջ նստել։ Որ Մոսկվայի աղջիկ ջան։ Հա, այդ քո գործը չի, դու այդտեղ մի մտի։ Այդտեղ մի մտի, քսեր գործ չունես։ Մի հարցը ես տամ էլի։ Միկրոֆոնները իջացեք էլի։ Ով որ թալան է, թող գնան ունես զրկեն, մենք սպասում ենք, դրա համար ուզում ենք, որ ինքը գար, որ երկրի ընդեր կամբողջությամբ օֆշորներում գրացված, երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն, ցավոք սրտի տեսնում ենք երկրի 90% քաղաքապետերի վրա գործ են հարուցում, ոնց որ ուրեմն քավության նոխազը լինեն քաղաքապետերը։ Իսկ եթե Ղուկասյան Վարդանի աշխատածը, որ մենք մշտական աշխատել ենք, բարձրաձայն 100 անգամ ասել ենք, ու այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այսինքն ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես գումար ունեի, ես որ սովետական միության ժամանակ 5 հատ մեքենա ունեի, ու ամեն ինչ ունեի, կոոպերատիվ Սպարտակ ունեի, Գուլբան Ասկեղեն, տրիկոտաժ, հասկացար, հացի գործարաններ, ամեն ինչ այդ բոլոր քաղաքը գիտի եւ դրա համար ինձ 5 անգամ ձայն են տվել քաղաքապետ եւ 2 անգամ էլ դարել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Այս քաղաքի բնակիչները այնքան խիստ են, որ նմանատիպ խապեպաները, որոնք սուտ են խոսում, պատժվում են։ Հիմա որ դու ձեզ համար հարցնեք ժողովրդին, դա ձեզ համար վատ բան կասեն։ Ձեր փողով եք կառուցել եկեղեցին։ Այո, միատ չեմ կառուցել, դա կառուցել եմ Սուրբ Նշանը, տղա ջան, գնա մի հատ մտի մոմը որ վառում ես, մի քիչ աբաշխարի դու, մեղք ես։ Հետո ամենափրկիչ եկեղեցի։ Ինչ եք դες որոշել որ լրագրողները մեղք են գործում։ Համար եք քվեարկելու այսօր։ Այսօր քվեարկելու եմ Իմբեսի, որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը եւ իր գրբանի ու որովայնի համար չաբրի։ Այլ աբրի Հայաստանի Հանրապետության եւ պարտիալ Աստծո համար։ Всё։ Իսկ դուք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցում եք։ Ռոբերտ Քոչարյանին հարկում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք։ Ես բարձրաձայնել եմ, ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Ուրեմն երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով, բայց աշխատած պահով ես իրեն հարկում եմ, որովհետև իրոք եղել է
քաղաքի համար, աղետի կոդու վերականգնման համար եւ Հայաստանի Հանրապետության Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ որ շատերը չեն արել։ Բայց ես ունեմ հարցեր, այդ ձեր գործը չի։ Այդ հարցերը հիմիկան է վերաբերում։ Իվարկան, այդ հարցերը Այդ քո գործը չի։ Ինչի թափանցիկ չեք, այդ հարցերը տվեք։ Կասենք, հադիկ ձեզ կասեմ, հիմա ասելու բան չունեմ, ասա։ Ղուկասյան, դուք տեղամասերից մտահոգիչ ինչ ահազանգեր եք ստացել։ Տեղամասերից հիմա գծի հետևից նոր հեռուստատեսությամբ էլ հավանական է արդեն գծել են, որ այնտեղ մի հատ խանութ կա ինչ որ մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են քվյա ուրեմն տեղամաս։ Այսինքն դա ինչ է նշանակում, մի հոգի չէ, երկու հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են այնտեղ։ Այ ուրեմն այդտեղ պետք է մի հատ խորանալ։ Կարող է երշիկ են մտնում վերցնելու այս պահին, բայց երշիկ ձեռքերը չկա, ոչ էլ հաց կա, բայց ինչ պահ է որ մարդիկ մտնում ու գնում են։ Չեմ եք գյումրեցիների, ովքեր ըստ Սարիկ Մինասյանի չեն ցանկացել Արցախում ծառայեն, փող են տվել, որ իրենց երեխաները ազատվեն եւ Ղարաբաղը ըստ իրա վատ տեղ է։ Բա իրավական ոլորտը ինչ է անում, եթե այդպեսի մարդիկ կան։ Եթե նմանատիպ հայտարարություն են մարդիկ անում ու իրավական ոլորտը տեղիք չի տալիս, չեն խորանում այդ հարցերի մեջ, ես զարմանում եմ։ Նմանատիպ մարդիկ պետք է քրորեն պատասխանատվության ենթարկվեն, ովքեր որ փող են տվել ու չեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է։ Ինչ։ Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական եղբոր ազդեցությունը այս ընտրությունների։ Այո, ԱԱԾ-ի իր եղբոր ազդեցությունը զգում ենք, քաղաքում լուրեր են պտտվում, մարդիկ ուրեմն տանում են, զգաստացնում են, բան այդպես ամբողջ քաղաքը որ հարցնեք, մեծամասնությունը դա ձեզ կասի։ Դրա համար ես մի երկու անգամ բարձրաձայնել եմ ընդում։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է անընդհատ։ Գովազդի տանկը ասում եք դուք, եթե ընտրեք Վարդան Ղուկասյանի կրիմինալը հետ կգա, չգիտեմ, ձեզ անդադ է դրա հետ է։ Այդ որ քեզ հանձնարարել են քո տերերը, քո տերերը, սպասի ասել ես պատասխանում եմ։ Ասում եք թողեք պատամ։ Հիմա դուք վիավորական ձևով ուշքում եք կողմ։ ԿՊ-ն է ձեզ թիրախավորում, ասում է որ եթե խոսեմ, ասել ես հարցը տվել ես հարցը, դու ինձ մի չասես, կորեկտ քեզ դու պահի, տղա ջան, ես քեզ էլ չեմ պատասխանի։ Ուրեմն այ քեզ ինչ եմ ասում, քեզ նա ինչ եմ ասում, էլ չեմ պատասխանի քեզ։ Ուրեմն դու երբ ինձ տեսնում ես, այդ հարցերն եք տալիս, այդ նավտալինի հոտը, որ գալիս է, ուրեմն նավտալինի հոտը, հիմա այ մենք թիրախավորել են։ Անունդ ինչ եք։ Անունդ ինչ է, որը բանն ես կառույցն ես, այդ ինչ պատասխան, ես քեզ չեմ պատասխանում, ասեք, հերու կագնի։ Ջանեսների հետ կապված տեսանյութ էի տարածել, թե ինչպես եք դուք խոստովանություն անում, որ կեղծ արաղներ ու կոնյակներ եք շշալցրել, ծախել ու դրանով հարստացել եք։ Ջան, սիրուն ջան, հանգիստ եղի, բան չկա, քեզ էլ կտանք այդ արաղներից, կոյնագից էլ կտանք, որ լավը զգաք, էլ ուրիշ հարցեր կան երեխաներ, հանգիստ եղեք։ Հայտարարում եք, որ քաղաքացիական պայմանագրի հետ ճանապարհ չունեք գնալու Արցախը հանձնածների հետ։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, դուք ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը կառավարության բազմիցս ասել եմ, եւս մեկ անգամ ասում եմ։ Ուրեմն տեղական ինքնակառավարում նշանակում է հավաքագրել սեփական եկամուտները եւ ժողովրդի ունեցվածքը, ժողովրդի հասանելիքը, որը դոտացիայի մաս բաժնով պետք է անպայման երկրի բյուջեից մասանում արվի։ Բայց ես անպայման կառավարությանը դադի եմ տալու, որ 85 միլիարդ քաղաքից գումար են հավաքում, ընդամենը տալիս են քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, որ պիտի տան 27-ից 30 միլիարդ դրամ։ Հիմա դրա համար ես դիմելու եմ, որ ընտրվեցի ավականով, որ իրենց սխալը, եւ չգիտեմ, եթե սխալ են արեկամ, ասենք վերցրել են, անպայման ուղեն, եթե ոչ, տալու եմ դատարան, մինչև Եվրոդատարան գնալու ենք եւ կլինի առաջին դեմոկրատական ուրեմն քայլը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Սա առաջի անգամ է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ, որ ինքը ցույց է տալիս իրեն, որ ինքը ինչ որ դեմոկրատական այդ բաները պահելու է, եթե քաղաքի հետ կապված ինքը ճշմարտությունը տեսնի ու չուրախանա ու դրան չմասնակցի, ուրեմն մենք կմտածենք այլ ձևով իր նկատմամբ։ Իր հետ կոալիցիա կկազմեք Լևոն Բարսեղյանի։ Լևոն Բարսեղյանի հետ էլ կոալիցիա չեմ կազմի, որովհետև ինքը ԼԳՏՊ-ին հովանավորում է։ Ես ԼԳՏՊ-ին, որ ես երկրում ով
տրանսգենդերներին եւ մնացած այլասերվածներին, ովքեր տեղ են տալիս, միանշանակ հայոց եկեղեցին մեր նախնիները դեմ են եղել, ես միանշանակ դեմ եմ եւ չեմ ուզում, որ երեխաները փչանան։ Հաջողություն։ Այո։ Վերջի մրցության օրոք հիմա ուզում եմ հասկանալ գյումրեցիների քվեին եք հավաքում թե Աստծո։ Այս ինչ է գցում մեր աղջիկան։ Ուրեմն Մանասեի թագավորի հետ կապված, ուրեմն դա շատ կարևոր պատմություն է, Մանասեի թագավորի աղոթքը, Տեր ամենակալը, ես ասում եմ, եւ 50-ական պասին անպայման յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի պետք է Տեր ամենակալ անպայման ասի Մանասեի թագավորի։ Այդ մեր մեծերի, մեր նախնիների խրատներ, Մանասեն չլսեց իր հոր խրատները, որ Իսրայելի ժողովրդի ապրած կյանքին չլսեց եւ այդպիսի ուրեմն պատժի արժանացավ։ Հետո այդ աղոթներով դարձի եկավ եւ 40 ուրեմն խորը փոսի մեջ 40 օր աղոթք էր անում ու հոր այդ փոսը լցվավ 40-րդ օրը այդ երկրի թագավորին Աստված տեսիլքով եկավ եւ ասեց գնա Մանասեի թագավորին հանի։ Բացեցին, որ Մանասեի թագավորը կենտանի է եւ այդ հորը լցված է եւ ասեց Տեր ամենակալ Աստված Աբրահամու, Իսահակա, Հակոբյա եւ Զավագին օծարտարոց ամենակալ Տեր թողս մեղս իմ։ Պարոն Ղուկասյան, ձեր ընդդիմախոսները ասում են, որ Վարդան Ղուկասյանին լուրջ մտահոգ գյումրեցիները ձայն չեն տալու են կրկեսի սիրահարները, այսպես ճարտար խոսքի սիրահարները։ Դուք եք այդ մարդկանց ձայներին միայն հավակնում։ Ով է ասում։ Ընդդիմախոսներից։ Ընդդիմախոսներից։ Ես մեղքում եմ իրենց։ Աստված թող իրանց խելք ու շնորհք տա, շատ մեղք են, այո։ Ասա Նարեկ ջան, անունդ լավ անուն է, նայ Նարեկից երու չփախնես, ասա։ Եթե այնուհանդերձ այս ընտրություններով չկարողանաք մեծամասնություն ձևավորել, այսինքն ձեզ գյումրեցին այդքան չվստահի, ինչ հետևություններ կանեք։ Կապրենք կտեսնենք, չեմ հավատա, որ այդպես չլինի, որովհետև ես այնքան բան եմ արել գյումրեցիների համար։ Այս շենքը տեսնում եք, սա կառուցել է Ղուկասյան Հակոբը, իմ պապս, բայց իհարկե ինքը շինարարն է եղել։ Ուրեմն գիմնազիան է, որ Թիլվիզում եւ Բաքվում ու Ալեքսանդրապոլում կառուցվել է շենքը։ Ուրեմն իմ պապիս կառուցածն է։ Ուրեմն ուզում են երրորդ հարգը քանդել։ Ես դոշ եմ տվել, պահել եմ այս երրորդ հարգը, որ պահեն։ Եվ այս քաղաքի համար այնքան բան են կարել, որ եթե այդքան բանից հետո բդի այդպես լինի, ուրեմն ասելու բան չունեմ։ Ուրեմն ողբամ զկես հայոց աշխարհ։ Ձեր ընտրողները ասում են ձայն կտան Վարդան Ղուկասյանին, որովհետև անշահախնդիր խաղումներ են կազմակերպել խաղման համար են դրան։ Աֆրիկան, որ Ղուկասյան Վարդանին ասում են, ով է, ասում են մերել թաղող, հիվանդանոցներին տերեղնող, ուսանողներին ուսման բարձր մուծող, մարդկանց ջեռուցման հարցերը կարգավորող, սատարող, սոցիալապես յուրաքանչյուր խնդիրներին օգնող մարդ է Ղուկասյան Վարդանը։ Այո, դուք տուբիտի պատմությունը գիտեք, տուբիտի։ Երեխեք, ձեր նպատակը ինչ է, որ ասենք ինձ ուզենաք վարկաբեկել, թե ուզում եք ճշմարտությունը հեռարձակել։ Գիտեք ինչ կա, մինչև ձեր միջից այ դա չվերանա, երկիրը երկիր չի դառնա։ Դուք այսպես նաստահայված եք եղել, որ ինձ վարկաբեկեք, խայդարակեք։ Ամոթ չի օրինակ, ինչ եք այդպես պահում ձեզի որ։ Ինչն է պատճառը։ Ձեզ ուղղեք, երկիրը ճակատագրական պահի առաջ է կանգնած, այսինքն Գյումրիի ընդրությունը չի սա։ Դուք մի քիչ մակրվեք, ձեր տերերին էլ ասեք, որ հերիք է սարքեք, այդքան բան։ Այ Վարդանիկին կասեմ ձեզ թորնիկս է։ Բարև ձեզ։ Օպերատորները բանը չեմ Նապոլեոնն եմ, Վարդան Մամիկոնյանն եմ, ընձիտ կան նկարում եք, անցան կնացիք, բարև ձեզ։ Ես եմ մենք բավական բավեքի